Փարքնեժդեհին շոումեն վարչաբենդը այս ամերիկյան տարածաշրջան մտնելը դարձրել է քաղաքական դիվիդենդ իր համար։ Եվ ոչ ավել ոչ պակաս հայտարարում է, որ 99 տարով Հայաստանի խաղաղություն է բերել։ Բայց մի կողմից էլ դուռը բացում է, ադրբեջանցիները մտնում են Հայաստան, բայց իրենք գալուց են Արևմտյան Ադրբեջան ըստ իրենց, էլի, որովհետև իրենց այդպես կրթել են, սովորեցրել են եւ շատ ազատ են իրենց զգում Հայաստանում։ Սահմանով անցնում են, ազնագիրը ցույց է տալիս, սահմանապահը կենքում է թույլ է տալի մտնեն եւ շատ ազատ, այնքան ազատ ժպիտը դեմքներին շրջում են, ասես իրենց պաբերի հողն են եկել։ Դե իսկ մենք Արցախ գնալու իրավունք չունենք ըստ Նիկոլի, էլի։ Բայց այդ ըստ Նիկոլի եւ ամեն ինչ կարգավորվել է, որովհետեւ մեկը թող չհուսահատվի եւ չհուսալքվի։ Պայքարողը կա եւ սա այսպես չի մնա։ Տարածաշրջանը հանգստանալու է, այսպես չի մնալու եւ մեր գործողությունները անպայման զգացնել կդանդա։ Լավ, ես դրանից չեմ ուզում խոսել, ուզում եմ վարչաբենդի այդ կեղծիկից ստից, որ ասում է 99 տարով խաղաղություն ենք բերել։ Այսուհետ ով մեզ չընտրի, նա ընտրելու է պատերազմ, իսկ ով մեզ ընտրի, ընտրելու է 99 տարվա խաղաղություն։ Ասեմ, որ մարդու կյանքը 99 տարի չէ, որ ինքը երաշխավոր կանգնի ինչ-որ մի բանի, որից մեկը չի կարող, ոչ Նիկոլը, ոչ ամերիկյան որևիցե պաշտոնյա, ոչ Ալիևը չի կարող հստակ ասել, դե Նիկոլն ասում է, որովհետև ինքը անլուրջ է կամ դե բնականաբար հայ ժողովրդին է խափում, կերակրում է ստերով, բայց որից մեկը չի կարող ասել, որ 99 տարով խաղաղություն կարող է լինել։ Որովհետև մտով եթե հետ են գրում խորհրդային միության ժամանակներ, ես որ փոքր երեխա էի, Սովետական միությունը հավերժ պետություն էր, մեր մեծերը որ խոսում էին, եւ շատերի համար փրկություն էր հայության համար, որ ճիշտ է մենք այնտեղ որպես գաղութ էինք էլի, ավելի խիստ գաղութ, չնայած հիմա էլ այնպես պակասը չի, ինքնուրույն չէինք, մենք ինքնիշխան չէինք, մենք չունեինք արտաքին գործերի նախարարություն, մենք չունեինք առանձին բանակ, բայց որից է մեկը, ասենք, չէր պատկերացնում, չէ, որ խորհրդային միությունը 90 թվին կփլուզվի 91-ին։ Սենց Նիկոլի պես մտածում էին, ասենք, չնայած Նիկոլը լավ գիտի, որ խաղաղություն չի կարող 99 տարի լինել, բայց ոչ մեկ չէի մտածում, որ խորհրդային միությունը պետք է փլուզվի, Հայաստանը անկախանա, կամ Հայաստանը իբր ըստ իրենց անդերության մատնվի, այս թուրքական աշխարհում։ Ով է ասել, որ Ամերիկան 99 տարի գոյություն է ունենալու։ Ես 99 տարի դու չեմ լինելու, բայց աշխարհում կարող է շատ արագ ինչի հիմա ավելի աշխարհը ավելի շատ արագ է փոփոխություններ տեղ ունենում։ Հա, մոտակա 20 տարին ես գիտեմ, որ Ամերիկան էլի 100% որից է մեկը չի կարող ասել, ինքը լինելու է դոմինանտ։ Բայց 30 տարի դու չգիտենք ինչ կլինի։ Ոնց կլինի։ Ոնց եք որոշել, որ Ամերիկան 99 տարի պետք է գերտերություն լինի եւ այս տարածաշրջանում, ասենք 30 տարի հետո եկած նախագահը պետք է այս թղթին սս լուրջ վերաբերվի։ Կամ ինչ գիտեք, այս Իլհամի լակոտը այդ Հեյդար կրտսերը, որ ասենք Իլհամը սատկի, եթե Ադրբեջան պետություն լինի, փոխանցվելու է իր զավակին իշխանությունը, որովհետեւ դա պետություն չի, սեփականություն է։ Ինչ գիտեք, դրա գլխի մեջ ինչ է պատդվում։ Ով կարող է երաշխիք տալ խաղաղության։ Ոչ մեկ։ Որևիցե մեկը, ուզում է թղթով ամրագրված լինի, խաղաղությունը մենակ լինում է ռազմաքաղաքական բալանսով։ Դու պետք է զինվես։ Դու պետք է ունենաս նորմալ դաշնակիցներ եւ նորմալ բանակ, զինված բանակ։ Բանակը նորմալ է, զենք չունի։ Եվ տեսնում ենք ամեն օր, այսօր էլ իմացանք, որ Սլովակիայից, Սլովենիայից նոր բաներ, շարժական ականանետեր է առել մարդը, չգիտեմ քանի 100 միլիոն դոլարի։ Յարաբեդում համար է առնում, այսօր Նիկոլը խաղաղություն, բայց Ալիևի համար խաղաղություն չկա,
Թե մեր խնդիրը մենակ Ադրբեջանն է։ Եթե Ադրբեջանը մեզ ասի մենք խաղաղ ենք, ուրեմն ոչ Թուրքիայից կարելի է պաշտպանվել, ոչ Վրաստանից կարելի է պաշտպանվել, ոչ Ռուսաստանից, ոչ Պարսկաստանից, ոչ Չինաստանից, ոչ Ֆրանսիայից։ Ով է ասել, որ մեր պատերազմական խնդիրը մենակ Ադրբեջանի հետ է։ Կարող եք ասել։ Այս ինչ անլրջություն է։ Խորհրդային միությունը չքանդվեց։ Վաղ կարող Ամերիկան էլ քանդվի։ Ով է երաշխավոր կանգնում հիմա։ Նիկոլը։ Նիկոլը սատկելու է։ Այդքան անլուրջ չի կարելի լինել։ Ասենք ինքը կանգնում է, ասենք լրագրողին ասում է, բանը հունիսի 7-ին մենք քննելու ենք արտանանք մի նոր Հայաստանում, եթե ինչ-որ մեկը գնա ուրիշին կնդրի, այսինքն բան էլ, այսպես կործանվող գնա մեզ արդեն իսկ զգացվում է, չէ՞, ասենք, որ մեզ տանում է դեպի Թուրքիա, Ադրբեջան ավելի շուտ։ Եթե արևմտյան Ադրբեջան թեզը կա, ուրեմն դա խաղաղություն չէ, դա ոչնչացում է։ Եթե ինչ-որ մեկը սա կարող է հերքել իմ ասածը, այսինքն ես ինչքան անլուրջ պետք է լինի մարդը, ասենք արևմտյան Ադրբեջան, եթե մարդիկ եվրոպական բանը կառույցներին դիմում են, ասում են արևմտյան Ադրբեջանից մեր ժողովրդին արտաքսել են, դադի են տալի մեզ։ Խաբար եք ժողովուրդ։ Ընկել եք վարչաբենդ եք բան անում։ Ամոթ է, երկիրը տվել եք թուրքերին։ Ես ուղղակի, գիտեք, ես ուղղակի ապշած եմ Նիկոլագանի վրա։ Լավ, դուք իսկապես նախիր եք։ Հա, դուք նախիր եք։ Դուք եթե լսում եք արևմտյան Ադրբեջան, վերջ արդեն պետք է Նիկոլին, դուք ոչ թե ասես վերկացարով պետք է տրորեք Նիկոլին։ Հասկանում եք։ Դուք գլխի չեք ինչ է արևմտյան Ադրբեջանը։ Դուք չեք տեսնում Թուրքին ոնց են բերում KGB-ով սենց որ ոչ մեկ մազներին չկպնի, այդ մարդիկ էլ հրճվում, սելֆի են անում, շփտում են։ Այս Նիկոլի այն 5 հոգի էին, 6 հոգի էին, որ գնացին Ալիևի, չգիտեմ, աշխատակազմի ղեկավարներ, օգնականներ, որ ընդունեց ճամփու դրեց։ Այդտենց լայն ժպիտով կարող էին Բաքվում կամ գնային մի հատ Ստեփանակերտ, էլի, տանեին դրանց Ստեփանակերտ մի հատ պատդեն իրանք ասեն, այս մեր պաբերի երկիրն է։ Ոնց է լինում է, որ թուրքը գալիս է այստեղ իրեն դից ազատ է զգում։ Ասենք Նիկոլի նախիր, դու ասենք ուսերի վրա գլուխ կա։ Հա։ Դուք չեք հասկանում ինչ է տեղի ունենում։ Եթե դուք խաղաղության եք գնում ու ադրբեջանցին մտածում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, ինքը գալու է տիրոջ իրավունքով ու քեզ վերևից նայելու է որպես բանի ցեղասպանի, ասում ես մեր պաբերին մորթել եք, մեզ զրկել եք, այն որ մենք գնում ենք արևմտյան Հայաստան, այդ բանով գալու եք ու մենք մեզ ստիպելու է մեր KGB-ն, այսինքն մեր KGB-ն չի։ Թշնամու KGB-ն մեզ ստիպել է, որ մենք խեղճանանք թուրքերի առաջ, որ ներողամիտ լինենք, կռանանք, հաբա ձեր երկիրներն մենք խլել ենք։ Դուք սենց եք ապրելու Նիկոլի հետ։ Այդ վիժվածքը խելքը գնում է պոռնոգություն անելու համար։ Մարդը գրքի մեջ գրել է, որ ինքը ուզում է պոռնիկների այդ մրցավազքում հաղթող ճանաչվել։ Այդ լակոտը գրել է իր գրքի մեջ։ Հասկանում եք, հələ վարչապետ չէր, բայց երազում էր, որ այդպես մի հատ առիթ իրեն ընձեռնվի, ինքը մի հատ դες մեծ պոռնոգություն անի եւ ասենք աշխարհում իր անունը գրվի որպես սենց թենես պատմության մեր պատմության մեջ գրվել է, որ Նիկոլը մեր դավաճանների թագնուպսակն է ինքը։ Վերջ իր անունը արդեն գրվել է։ Չասեմ ոսկե տառերով, բայց ածուխով գրվել է իր անունը։ Այս պահին էլ որ ոչ բան չանի գրվել է։ Ուրեմն դե լուրջ վերաբերվեք, ասենք, եթե մեկն ասում է, ես քեզ 90 տարով խաղաղություն եմ բերել, ուրեմն քեզ ծաղրում է ինքը։ Եվ ատելության կոչ կասեք, չգիտեմ, ռևանշ կասեք, ինչ կասեք, իմ ազգին, իմ ցեղին ծաղրողը, իմ անվտանգությունը փչացնողը, թշնամուն արտոնություն տվողը ինձ համար ծանր հանցագործ է, թշնամի է, ու նրան պետք է ոչնչացնեք։
Եթե չեք կարողանում հերացնել, տանել, կալանավորել, ուրեմն դրա պետք է ոչնչացնեք։ Ու ուզում եք սա ատելության խոսք համարեք ձեր օրենքներով, ուզում եք, չգիտեմ, եսի ինչ անվանեք։ Այսպես չենք թողելու մնա։ Եվ երբ որ Արևմուտքը աջակցում է Նիկոլին, տեսանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են հատկացնում իբր ընտրությունների ընթացքում աջակցում են, որ արդար ընտրություններ կազմակերպեն կամ իրենք ծախսեն իրենց Արևմուտքը շատ լավ գիտի Նիկոլն ով է, որովհետև երբ որ արևմտյան գործընկերների հետ ինչ-որ բան է պայմանավորվում, ինքը հաջորդ օրը վազում է Կրեմլ, Պուտինի մոտ։ Ամերիկան էլ գիտի, Եվրոպան էլ գիտի, բոլորն էլ Նիկոլին ճանաչում են։ Անես չէ որ չեն ճանաչում։ Ինչ է չեն տեսել, ասենք Եվրոպա գնալուց հետո, Ամերիկա գնալուց հետո պարտադիր գնում է Պուտինի մոտ։ Հեռախոսով չի զեկուցում, որ ոչ մեկ չլսի։ Գնում է Պուտինի մոտ։ Այդ որ արդեն 100, երևի 100 անգամ հանդիպել են արդեն։ Այն անցած տարի 80-եր, 82-եր։ Հայաստանի պատմության մեջ բոլոր ղեկավարները միասին վերցած այդքան չեն հանդիպել Պուտինին։ Արևմտամետ Նիկոլը այդքան հանդիպել է Պուտինի հետ։ Նախիր Ես ուրիշ գեփ Նիկոլական, ես քեզ ուրիշ ձև չեմ կարող դիմել։ Դու նախիր ես, հասկանում ես։ Հասկանում ես ինչ ես խոսում, ինչ ես անում։ Այն որ դες փողոցում մարդկա հարցնում են, այնպես մի երջանիկ, մեր սրտի վարչապետը վերջապես, չգիտեմ, ես ինչ, հասկանում ես որ քեզ հանցագործ է դարձրել քո սրտի վարչապետը, երբ որ Արցախն Ադրբեջան է ճանաչել։ Գիտես որ թուրքը գալու է վզի դնի է դելածը դել տանի։ Եթե ամբուսինդ կամ զավակդել հանգարց Արցախում պատերազմել է դրանց դեմ, դադելու են տանեն գցեն զնդան Ալիևի։ Ով Արցախյան պատերազմի մասնակցել է որպես ռազմական հանցագործի, ասել ենք, չէ, որ բան են սարքում, կոնցլագեր է սարքել Ալիևի 5000 տեղանոց, որ այդ ովքեր Արցախյան առաջի պատերազմի, չգիտեմ, ովքեր կռվել են թուրքերի դեմ, վնաս են հացում, պաշտպանության նախարարությունից կարող են վերցնել, բոլորի զինգրկույկում գրած է, պատերազմի մասնակից, պատում նշված է բոլորի։ Ով խելոք չմնա, հավաքելու են տան Ալիևին, ասեն դե տար անկերում ցմա։ Գնդակարության հոդվածի փոխարեն տար աշխատացրու։ Այդ որ տենց հրճվում ես, այնտեղ կին կա, չգիտեմ, տղամարդ կա։ Գլխի եք, որ դուք հանցագործ եք ըստ Նիկոլի։ Կամ երկրապա, դու այդ Սասունին ոնց եք ձեր թույլ տալի, որ ինքը ձեզ կառավարի։ Երբ որ Նիկոլն ասում է Արցախն Ադրբեջանն է, երկրապահ, դու էլ հանցագործ ես ուրեմն։ Դու ոնց ես հանդուրժում ես երևույթը, երկրապահ, Սասունին ոնց եք հանդուրժում Սասունին։ Ուրեմն Արևմուտքը երբ որ տեսնում է, որ Ռուսաստան-Թուրքիա առուցախ կա, շատ լավ հասկանում են։ Իրենք ուզում են, որ այդ առուցախի կեսից Ռուսաստանը այս ամեն ինչը ձգձգում է։ Իրեն թվում էր, որ Ուկրաինան կանգնեցնի ամեն ինչ, հաջողի իրեն, եւ այս առուցախը կասեցնի եւ Հայաստանը չի զիջի թուրքերին, բայց չի ստացվում։ Իսկ Արևմուտքը ուզում է, որ այդ գործարքը տեղի ունենա, իսկ ինքը կարող է տարածաշրջանը, երբ որ Արևմուտքը մտնում է տարածաշրջան, ինքը կարող է Թուրքիային կանխել, Թուրքիայի ձեռից Հայաստան վերցնել, հասկանում եք։ Բայց պետք է մենք ցանկանանք Թուրքիայի հետ չլինել։ Հիմա այնպես է ստացել, որ Նիկոլը մեզ տանում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Արևմուտքին ձեռք է տալի, որ Ռուսաստանից անջատվենք, կապ չունի Թուրքիայից գնում թե Ադրբեջան, եթե ինքը զգա, որ պետք է Թուրքիայում չմնաս դու, ինքը թույլ չի տալու։ Բայց դու պետք է ցանկություն հայտնես, ոչ թե Նիկոլի բանով կառավարման համակարգով գնաս դեպի վիլայեթացում։ Դրա համար ընտրություններում, այս ընտրությունները արդար չեն լինելու, ելի եմ ասում, եթե սենց լինի։ Բայց քանի որ տասնյակ միլիոնավոր դոլարներ նաև դրսից են տվել Նիկոլին, որ ամեն գնով Ռուսաստանից փոխվի, կապ չունի Թուրքիայից գնում, Ադրբեջանից գնում։ Իրենց պետք է Ռուսաստանից փոխվի, իրենք ռուսների, թուրքերի եւ ազերիների հարցերը կլուծեն, բայց արանքում մենք դուժելու ենք։ Հիմա որպեսի այս խնդիրը ասենց չգնա, որպեսի բևերը ընտրությունների հետ կապված մենք մեր որոշումը կասենք։ Այսօր արդեն նաև Թուրքի մեր գրասենյակների հետ կխորտակցվի,
մի քանի օրից երևի արդեն պարզ կլինի ինչ ենք անում, ոչ թե չենք մասնակցում, թե մասնակցում ենք, այլ ինչ ենք անում, մենք պարապ չենք նստելու, բայց ինչ էլ որ անենք, լինի դա ընտրություններին մասնակցել կամ լինի ընտրություններին միջամտել առանց մասնակցելու մի այլ բան անել, օրինակ ըստ իս, սա իմ տեսակետն է, փող է պետք ժողովուրդ, տեսակ բոլորին դրանց տասնյակ միլիոնավոր դոլարներով նաև արևմուտքը աջակցեց նաև չմոռանանք իրենց վարչական ռեսուրսները, իրենց բյուջեն իրենք ասես մեղրի կարասի պես ոնց ուզում օգտագործում են։ Այն հանրայդ ֆիլմում Զիմզիմովը, որ ասում է մեր հրաշալի տաղանդավոր դերասան Ավետ Ավետյանը, որ խաղում է շատ լավ է խաղում, չէ՞։ Սրանք բյուջեի հետ գիտեք ոնց են վարվում։ Այն որ ասում է ով շերեփը ձերքին, մեկին դենը կբոթի, մեկելին դեսը կբոթի, ու շերեփը կտանի ամենաշատը ինքը իրենք վերցնի, ղոչաղը նա է։ Սրանք բոլորին չեզոքացրել են, շատ հանգիստ, պարտքեր են ավելացնում, արտաքին պարտք, ինչ ասես անում են, ու այդ փողը բենդ են անում, վարչաբենդով, բան երիտասարդներ, այս բառը չեմ սիրում, տժում են, էլի, ու հժում են մեր վշտի վրա։ Բևերին օգնել է պետք, կապ չունի Բևերը որոշում կկայացնի ընտրություններին մասնակցի, թե որոշում կանգնացնի ընտրությունները բոյկոտելու, խանգարելու, չգիտեմ, ապստամբելու, ինչ որ անելու, փող է պետք։ Ու լուրջ փող, սա ոչ $20,000, ոչ $50,000, ոչ էլ $100,000 կռիվ է։ Դուք տեսաք քանի միլիոն դոլար են իրենց աջակցել, չհաշված իրենց ունեցվածքը։ Պետք է դիմադրենք։ Առանց փող դժվար է լինելու։ Էս է։ Կարող եք ասել, այս անընդհատ ամեն առիթով փող, այո, մենք բյուջեից չենք սնվում, մենք օլիգարխ չունենք, ոչ Սարոկյան Գագիկ ենք, ոչ Սամվել Կարապետյան ենք, ոչ Ռոբերտ Քոչարյան ենք, ոչ Սերժիկ Սարգսյան ենք, ոչ Գրզո ենք, չկա ժողովուրդ ջան։ Իսկ եթե դու անհանգստացած ես քո ճակատագրով ու մտածում ես, բա Բևերն ինչ է մտածում կամ Սասնածռերը ինչ է մտածում, մենք մտածում ենք, բայց շարժվելու համար փող է պետք։ Ֆինանսավորեք, չհապաղեք։ Նորակ խաղաղությամբ։